այս դատավարությունը հստակ ցույց է տալիս, թե Հայաստանը ինչ աղետալի հանգրվանի է հասել։ Սա ժամանակակից 21-րդ դարի ավտորիտար ռեժիմ է, Նիկոլ Փաշինյանի ստեղծած համակարգը, Նիկոլ Փաշինյանի օջախապետությունը, ինչ-որ մի օր այս նույն իշխանությունը պատասխանատվության է ենթարկվելու ի թիվս այլ հանցագործությունների, նաև հենց այս հանցագործության համար։ Իշխանությունը զորեղ է այնքանով, որ իշխանություն է, եկեղեցու պաշտոնային հարիր, վարքագծով գործի չէր, ազդեցիկ խոսքով, նշանային խոսքով, այդ տասանոցին խփող խոսքով, միայն Աջապարյանը չէ, իշխանությունը վտանգներ է զգում, իշխանության վերած ծրագիրը խոցում է մարդկանց ազգային արժանապատվությանը, ազգային գիտակցությանը, այդ նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Սամվել Կարապետյանը։ Նա կարող էր լուրջ խմորում առաջացնել եւ լուրջ մարտահրավեր ներդնել իշխանությանը։ Աջապարյանը հոգևոր դասից, Սամվել Կարապետյանը բուրժուազիայից, տեսնում ենք խմորումներ տարբեր խավերից եւ տարբեր դասակարգերից եւ ամենը կարող էր հանգեցնել պայթյունի։ Եվ այս իշխանությունը իսկապես ամենակարող չի։ Եթե իսկապես նա ունենար հաջողություններ ու հաղթանակներ, դիվանագիտական հաջողություններ, նա կլիներ շատ հանգիստ, բայց նա անկայուն է, ագրեսիվ է, ընդհանրապես այս ձևավորված քաղաքական համակարգը մեծ հաշվով նաև ԿՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի գործունեության հետևանք է։ Ընդհակառակ իրենք այս համակարգը էլ ավելի են կատարելագործել, առանձնել այլասերված համակարգը, էլ ավելի են այլասերել եւ ծառայեցրել են իրենց շահերին։ Այս հետապնդումները այդ թուլության եւ իշխանության անկայունության վկայությունն են եւ ճիշտ քաղաքական դասավորությունը եւ ճիշտ քաղաքական տեքստը կարող է փլուզել այս իշխանությանը։ Ընկերներ, ողջույն, ընդհատակից զրույցները շարունակվում են։ Այսօր խոսելու ենք Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապարյանի դատավարության եւ հարակից թեմաների մասին, բայց մինչ այդ առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube անալիքին 191, ինչպես նաեւ հավանել, տարածել ընդհատակից զրույցները։ Երևի թե բոլորդ էլ արդեն գիտեք, որ Շիրակի թեմի առաջնորդը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման եւ ինչի համար, ընդհանրապես մտածելու, բարձրաձայն մտքեր արտահայտելու համար, մտորումների համար եւ ամբողջությամբ հետուրյանքեն են պնդումները, թե նա որ ռազմական հեղաշրջման կոչ արել կամ փորձ արել, այս դեպքը, այս դատավարությունը հստակ ցույց է տալիս, թե Հայաստանը ինչ աղետալի հանգրվանի է հասել։ Աղետը ի սկզբանե կար, այնպես չի, որ այս դատավարությամբ սկսվեց եւ այս դատավարությամբ ավարտվելու է։ Ուզում եմ հիշեցնել մեր պարտությունը պատերազմում, պարտությունից հետո ստեղծված ծանրագույն իրավիճակը, որը մինչև օրս շարունակվում է, իշխանության կողմից իրականացված բազմաթիվ անհաշվելի ապօրինությունները, հանցագործությունները, ցինիկ վարքագիծը, կոռուպցիոն սկանդալները, մի խոսքով ամեն ինչ կա, այնպես չի, որ մինչև այս դրվագը ամեն ինչ լավ է եղել, բայց այս դատավարությունը հենց ցույց է տալիս բուն էությունը, թե ինչ հանգրվանի է հասել Հայաստանը։ Եվ եթե շատ մի տերմինով փորձենք բնութագրել, սա ժամանակակից 21-րդ դարի ավտորիտար ռեժիմ է, Նիկոլ Փաշինյանի ստեղծած համակարգը, Նիկոլ Փաշինյանի օջախապետությունը, որը ինչա 21-րդ դարի, ինչու է տարբերվում 20-րդ դարի ռեժիմներից, որովհետև առաջին հայացքից
թիրքավորվում է որպես ժողովրդավարական ժողովրդավարությունը իր համար հռչակել է բարձրագույն արժեք, ունի համակիների բանակ, այսինքն ամեն ինչ կա, այսինքն այդ ֆորման, ֆասադը պսևդո ժողովրդավարությամբ պահպանվում է, բայց իրականության մեջ ունենք ռեժիմ, որը հետապնդում է իր հակառակորդներին, չեզոքացնում է իր հակառակորդներին, ունենք մի ռեժիմ, որը ձևավորում է քաոս, այդ քաոսը իր համար դարձնում է կառավարելի եւ ամրապնդում իր իշխանության հիմքերը։ Իսկապես Աջապայանի գործը մեծագույն ապօրինություն է, իմ համոզմամբ այս հարցը այսպես չի մնալու միանշանակ եւ այս դեռևս շատ զարգացումներ են լինելու եւ ինչ-որ մի օր այս նույն իշխանությունը պատասխանատվության է ենթարկվելու ի թիվս այլ հանցագործությունների, նաեւ հենց այս հանցագործության համար։ Դատաբորը, դատախազը, հստանը, այդ բոլորը երկրորդական, երրորդական, աննշան, անկարևոր կերպարներ են։ Աջապայանի դատապարտել է Նիկոլ Փաշինյանը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ամենուր եկա, ամեն տեղ է եւ ամեն ինչ է, համակարգից ինքն է մարմնավորում։ Գիտեք, հիմա հաճախ խոսում են այս իշխանության անպարտելիության մասին, զորեղ եւ ուժեղ լինելու մասին։ Իրականում այս պնդման մեջ իհարկե կան ճշմարտության հատիկներ, բայց իշխանությունը զորեղ է այնքանով, որ իշխանություն է, այսինքն լինելով իշխանություն, հենց դրանով է արտահայտությունը, բայց սա ամենակարող եւ անպարտելի իշխանություն չի։ Այս իշխանությունը ունի լուրջ թուլություններ եւ ունի լուրջ վախեր եւ Սրբազանի մեկուսացումը եւ չեզոքացումը ակտիվ գործունեությունից այս վախերի եւ այս թուլությունների վառ վկայությունն է։ Սա իմ համոզմունքն է։ Աջապայանը ինչ է անելու, չէ լինելու միտինգներ աներ, վազեր փողոցներով, փողոց փակեր, չէ։ Ինքն իր ծանրակշիռ խոսքով ամենավճռական պահին կարող էր կործանարար հարված հասնել այս իշխանությանը։ Դա էր նրա վտանգը։ Եվ ինչով էր նաև նա վտանգավոր, այսինքն որևէ մեկը չի կարող պնդել, որ Սրբազանը գործողվել է Կրեմլի կողմից։ Այդպիսի փաստեր, կասկածներ չկան, այն մյուսների դեպքում էլ փաստեր չկան, բայց ինչ-որ համընկնումներ կար, որ իշխանությունը խաղարկում էր։ Այս դեպքում Աջապայանը ռուսների քննադատներից մեկն է եղել, բառօրինակ 2015 թվականի Պերմակովի իրադարձությունը, երբ որ ռուս զինվորը Պերմակովը մի ամբողջ ընտանիք էր սպանել, հիշենք Սրբազանի վարքագիծը։ Միքայել Սրբազանը նաև կոռումպացված էր, որպես հոգևորական, որպես եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյան միշտ աչքի է ընկել համեստ, ժուժկալ, վարքագծով, կրկնենք կոռումպացված էր, ծոփուշվայտ կյանքով չէր ապրում, բենթլիներ չուներ, այսինքն ինչ-որ նրան հարվածելու կետեր չկային։ Նիկոլ Փաշինյանի համար ամենաձեռնտու քաղաքական հակառակորդները ովքեր են, նրանք, որ կոռուպցիոներ են, նրանք, որ ներքաշված են տարբեր սկանդալային պատմությունների մեջ, հանցագործներ են եւ այլն, այդ մարդկանց շատ հեշտ է չեզոքացնել։ Մենք տեսնում ենք, թե ոնց է մեկը մյուս հետևից նմանատիպ մարդկանց չեզոքացնում, հենց իրանք էլ ազգային ժողովում ուղիղ տեսքով, ուղիղ տեքստով ասում են, թե ով է իրենց համար ձեռնտու ընդդիմությունը։ Միքայել Աջապայանը, Միքայել Սրբազանը ձեռնտու չէր, որովհետև ուներ ամբից հանրային վարքագիծ, աչքի չէր ընկել անբարո վարքով, կոռուպցիոներ չէր, տալանչի չէր, մի խոսքով նորմալ վարքագծով եկեղեցու պաշտոնային հարիր վարքագծով գործի չէր, ազդեցիկ խոսքով, նշանային խոսքով,
այդ տասանոցին խփող խոսքով, որը շատ մեծ ընկալում եւ ընդունելություն ուներ եւ ունի հանրային լայն շրջանակների համար եւ այսպիսի գործիչը պետքա մեկուսացվեր, պետքա չեզոքացվեր եւ միայն Աջապայանը չէ, իշխանությունը վտանգներ է զգում, իշխանությունը զգում է, որ իր բերած հարացույցը կամ իր բերած քաղաքական ծրագիրը կամ ծրագիրը այդ կանալ համոզիչ չի, ունի խնդիրներ, նրա բերած ծրագիրը, իշխանության բերած ծրագիրը խոցում է մարդկանց ազգային արժանապատվությանը, ազգային գիտակցությանը, քանի որ թիրախավորում են գրեթե բոլոր ազգային արժեքները, այսինքն իրենք հասկանում են դա բերել է դիմադրության եւ դիմադրության բոլոր ազդեցիկ օջախները, էպիկենտրոնները նրանք մեկուսացնում են եւ չեզոքացնում են կամ բխատում են։ Ասվածի այդ նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Սամվել Կարապետյանը, որովհետև նա կարող էր որպես գործիչ, որպես նշանային գործիչ, որպես բուրժուազիայի կամ ազգային բուրժուազիայի նշանային ներկայացուցիչ լուրջ խմորում առաջացնել եւ լուրջ մարտահրավեր ներկել իշխանությանը։ Աջապայանը հոգևոր դասից, Սամվել Կարապետյանը բուրժուազիայից, տեսնում ենք խմորումներ տարբեր խավերից եւ տարբեր դասակարգերից եւ ամենը կարող էր հանգեցնել պայթյունի եւ դրա համար Սամվել Կարապետյանը բանտում է Աջապայանին դատապարտեցին եւ նաեւ մյուսների։ Այս իշխանությունը իսկապես ամենակարող չի, այս իշխանությունը ունի թուլություններ եւ լայն կոնսոլիդացիա, քաղաքական տեքստով կոնսոլիդացիան կարող է նրան առնվազն ծանրագույն հարվածներ հասցնել եւ իշխանությունը դա շատ զգում է Նիկոլ Փաշինյանը ինչի համար ասենց ագրեսիվ, բա հաղթող վարչապետը, բա հասարակությանը հայ ազգին խաղաղություն բերած վարչապետը այս կարգի տարածած ագրեսիվ ու հիստերիկ կլինի, չէ։ Եթե իսկապես նա ունենար ձեռքին կամ ձեռքի տակ հաջողություններ ու հաղթանակներ, դիվանագիտական հաջողություններ, նա կլիներ շատ հանգիստ, նա կլիներ շատ հավասարակշռված, բոլորին կնայեր վերևին, վստահ լինելով, որ իր հաջողություններով բոլորին ուղարկելու է գրողի ծոցը։ Բայց նա անկայուն է, ագրեսիվ է, ամեն մի փոքրիկ քննադատությունից կատաղում է, հերսոտում է, մարդկանց հետապնդել, չեզոքացնել, նույնիսկ ընտրված մարդկանց, համանդրական ճանապարհով ընտրված մարդկանց, օրինակ նույն այդ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանը, ընդունենք, չընդունենք, սիրենք, չսիրենք, իդեպ այս նույն ընդհատակի զրույցների շրջանակում իր շատ խիստ քննադատության եմ ենթարկել բոլոր այն մարդկանց, որոնք ծափահարել են Ղուկասյանի դրությունը։ Իմ համար ինքը շատ խնդրահարույց տեխնատուրա եւ ընդհանրապես նման մարդու լինելությունը քաղաքականության համար իմ համար խնդրահարույց է, բայց հիմա մարդը ընտրվել է համանդրական ճանապարհով, ձայների մեծամասնությունը չի տարել, բայց այդ ձայների կառուցվածքը կամ դասավորությունը հանգիստրել նրան ըստ մեր օրենսդրության եւ մեր համանդրության, որ նա պետք է դառնա քաղաքապետ։ Հիմա իշխանությունը հանկարծ թշնամիների փնտրտուքի մեջ որոշել է, որ պետք է իր համար մի նոր թշնամի գտնի եւ դա պետք է լինի Գյումրու քաղաքապետը։ Եվ մենք հիմա տեսնում ենք, որ մարդը ընտրվել է, չէ՞, հիմա ինչ է ուզում։ Այս ընդհանրապես այս ձևավորված քաղաքական համակարգը մեծ հաշվով նաեւ ԿՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի գործունեության հետևանք է։ Իրանք 2018 թվականին գալով իշխանության որևէ քայլ չեն ձեռնարկել քաղաքական համակարգը մաքրելու, ֆիլտրելու համար, իհարկե անօրինական միջոցառումների մասին չի։ Ընդհակառակը իրենք այս համակարգը,
էլ ավելի են կատարելագործել, առանց այն այլասերված համակարգը էլ ավելի են այլասերել եւ ծառայեցրել են իրենց շահերին։ Իրենց Սերժ Սարգսյանի կոստյումով եւ մնացյալ իշխանական ատրիբուտներով։ Եվ մենք տեսնում ենք, որ էլի է թշնամու փնտրտուք, էլի նորից տեսարաններ, անօրինականություններ եւ կենտրոնական անօրինականությունը Միքայել Աջապայանի կեղծ հայտարարակ դատավարություններ եւ սա չպետք է անհետևանք մնա։ Ինչպես է սա էր այսօրվա գլխավոր ասելիքը, շատ կարճ անպայման ուզում էի արձագանքել եւ ոչ թե զուտ նրա համար, որ միայն դատապարտ է, ես դատապարտող չեմ, գործը մի քիչ ավելի ուրիշ է եւ ուզում էի ցույց տալ, որ այս իշխանությունը ամենակարող չի եւ ամենաուժեղը չի, այս իշխանությունը ունի թույլ կողմեր, այս հետապնդումները այդ թուլության եւ իշխանության անկայունության վկայությունն է եւ ճիշտ քաղաքական դասավորությունը եւ ճիշտ քաղաքական տեքստը կարող է փլուզել այս իշխանությանը։ Շնորհակալություն, բայց մինչև հեռանալ առաջարկում եմ եւս մեկ անգամ բաժանորդագրվել մեր YouTube անալիքին 1991, ինչպես նաեւ հավանել տարածել դատակի զրույցները։ Լավ եղեք։